Այստեղ պահում ենք մեր հողամասից ստացած մրգերի տեսականիները չորացած, սարքում ենք կամպոտներ երեխաների համար։ Չորամրգերը Գետաշենի դպրոցի էկոայգիների բերքից են։ Երեխաները հավաքել, չորացրել, մի մասը փաթեթավորել ու պահեստավորել են ցուցահանդեսներին ներկայացնելու, մի մասն առաքել են դպրոցի ճաշարան, իսկ որոշ խմբականակ պահել են ձմռան ամիսներին փաթեթավորելու համար։ Դիտմամբ ենք թողել այս ամիսներին, դες ամիսները գյուղատնտեսության համար пассив ամիսներ են համարվում։ Նախ այն ժամանակն է սուղ եղել, բերքը հավաքով, չորացնելով, այլ աշխատանքներով են երեխաները զբաղված եղել։ Հիմա մենք դիտմամբ թողել ենք, որ այս ձմռան ամիսներին փաթեթավորումն անեն։ Կենսաբանության կաբինետը արտադրամասի է վերածվել, աղջիկները զբաղված են չորամրգեր ու թեյ փաթեթավորելով։ Խոտաբույսերի մի մասն իրենք են աճեցրել, որոշները հավաքել են սարերից էքսկուրսիաների ժամանակ։ Ամռանը նրանք մշակել, չորացրել են, հիմա լցնում են դպրոցի լոգոտիպով տոպրակների մեջ, նվիրելու նաև վաճառելու համար։ Պատանի ֆերմերները չեն բացառում, որ այսօրվա հետաքրքրությունը վաղը կարող է բիզնես դառնալ։ Եթե ավելի հմտանանք գործում, բիզնեսը չէր խանգարի։ Բավականին մանրամասն են վերամշակում մրգերը, հետևում են արևի տակ հավասարաչափ չորանա, որ եւ տեսքը գեղեցիկ լինի եւ համային հատկանիշները պահպանվեն։ Որակյալ չի ստանալու գաղտնիքները օրգանիկ գյուղատնտեսության դասերին են սովորել։ Աղջիկներն իրենց ընտանիքներում են հորդորում մրգերը չորացնել առանց շաքարի եւ արհեստական հավելումների։ Շաքարը ավելի շատ վնասակար է լինում, որ չրերի մեջ լինում։ Ավելավա առողջ, քան սիրուն։ Իսկապես օրգանիկ չրեր են, որովհետեւ հիմա շուկայում գոյություն ունող չրերը մշակված են կաուստիկ սոդայով, ծծմբով, շաքարով, իսկ մեր չրերը, քանի որ դպրոցը հենց էկոայգի ունի, եւ այդ էկոայգիներից ստացված բերքի մի մասը իհարկե վաճառում են երեխաները, մի մասը էլ պահեստավորում են կամ ճիր են անում, եւ այդ ճիրը ձմռան ամիսներին օգտագործում է ճաշարանում։ Գետաշենցիներն առիթը բաց չեն թողնում մասնակցելու նաև տարբեր էքսպոների եւ փառատոների։ Դրանք ոչ միայն նոր կապեր են ստեղծում, այլև հնարավորություն են տալիս ներկայացնելու իրենց արտադրանքը։ Գալիս են hard support են անում, թե ինչպես է մշակվում, մենք ենք մշակում, թե ինչ որ կոնկրետ հստակ մարտիկ կան, բայց հիմնականում բոլոր աշխատանքները տարվում են աշակերտների կողմից սկսված մշակումից, բերքահավաքից մինչև պահածոյացում։ Դպրոցում ձեռք բերած հմտություններն անհրաժեշտ կլինեն հատկապես այն երեխաներին, որոնք հետագայում կփորձեն սեփական գործ հիմնել։ Գյուղատնտեսական գիտելիքներն ու բիզնես մտածողությունը կօգնեն գրագետ տնտեսություն վարել եւ մեծ եկամուտներ ստանալ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։